Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կերեք։ Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այդպես էլ առաջին մարդը պատվիրան ստացավ Տիրոջից դրախտում։ Եվ ըստ այդ օրենքի, ամեն մի ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ դրախտի մեջտեղում գտնվող արգելված ծառից չուտելն էլ պահքը, որը բուն բարեկենդանի և հարության տոնի մեջտեղում է։ Բարեկենդան նշանակում է կենդանություն ու բարի կյանք, մարդու երջանկության հիշատակը, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան։ Այսօրը թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ, ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»։ Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով ու ողորմության հույսով սկսում է մեծ պահքի ճանապարհը։ Բարեկենդանը հայ ժողովրդի համար սիրելի ու սպասված տոն է եղել բոլոր ժամանակներում։ Նախաքրիստոնեական շրջանում էլ այն տոնում էին 2 շաբաթ շարունակ, Սուրբ Սարգսի տոնի հաջորդ օրվանից մինչև մեծ պահքի սկիզբ։ Երկար ձգվող առատ սեղաններ էին բացվում, մսեղենից ու կացնեղենից ուտեստներ ճաշակում և ազգային երգերով, պարերով ու խաղերով միմյանց առատություն, առողջություն ու բարություն մաղթում։ Տոնին ընդունված էր ձավարով ու համեմունքներով լցոնված ոչխար խորովել, փաթիլա, սռոն և բխբխիկ կոչվող ճաշատեսակները պատրաստել և անպայման խաշիլ, հալվա ու գաթա։ Քանի որ տոնի հիմքում ընկած էր չարի և բարու պայքարը, ինչպես նաև բնության զարթոնքը, առանձնակի կարևորություն էր տրվում դիմակավորված խաղերին, թատերականացված ներկայացումներին և այնպիսի ծիսակարգերին, որոնք թույլ կտային վանել չար ուժերին և տուն հրավիրել հաջողությանը։ Այդպիսի մի դրվագներից էր, օրինակ, բարեկենդանի վերջին օրը հրապարակ բերվող պասպապին կամ ակլատիզը։ Սա իրենից ներկայացնում էր մի սոխ կամ կարտոֆիլ, վրան 7 փետուր խրած, որը թելով առաստաղից կախում էին և երգում. «Ակլատիս, չվանվիս, եկավ մեզ հյուր, կախվավ երթիս»։ 7 փետուրները, որոնք մեծ պահքի 7 շաբաթներին էին համապատասխանում, օրացույցի դեր էին կատարում, յուրաքանչյուր շաբաթվա վերջում 1 փետուրը հանվում էր։ Տոնի տարածված խաղերից էր նաև ճոճախաղը, կշռեցուկը, աքլորակռիվն ու գոմշակռիվը, զարդարված փայտե ձիու պտույտը, գնդակախաղը, ընկուզախաղը, տասիցը և մատնին։ Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր և ներս էին մտնում երեխաները՝ զվարճալի հագուստներով, ծիծաղելի դիմակներով, ալյուրոտ ու մրոտ դեմքերով և աղմկոտ երգելով. «Բարեկենդան, փորեկենդան, բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորել է»։